Ձեր հայրենակիցները բանտում են, ապօրինի պահվում են Բաքվում, դատապարտված լինելով կեղծ ռազմական տրիբունալի կողմից, ինչն ակնհայտ խախտում է։ Իսկ որտեղ է բողոքի ձայնը։ Երբ Իսրայելից պատաններ վերցրեցին, ողջ երկիրը ամեն ինչ կանգնեցրեց, մինչև վերջին պատանդը չվերադարձավ։ Ուր է աջակցությունը այնպիսի մարդկանց, ինչպիսին Ռուբենն է, ով ամուր կանգնեց, ով կարող էր հեռանալ, նրան կարող էին ուղղաթիռով դուրս բերել Լեռնային Ղարաբաղից։ Նա մնաց իր ժողովրդի հետ լինելու համար։ Նա արդեն 3 տարի բանտում է, ամոթ Հայաստանի կառավարությանը այդ մարդկանց անտեսելու համար։ Ինձ համար անհավատալի է, թե ինչպես դա չի դառնում այն անփոփոխ պայմանը, յուրաքանչյուր հանդիպման առաջին կետը, որ կառավարությունն ունենում է այլ երկրների հետ։